Պարոն Բաբաջանյան, անցած անգամ այստեղ արտաքին գործերի նախարարության դիմաց ակցիա է կանում Լավրովի այցի դեմ, իսկ այժմ ակցիա է կանում, ինչպես տեսնում ենք, Ֆրանսիային շնորհակալություն եք հայտնում։ Կասեք, ակցիայի նպատակը ո՞րն է եւ ինչու է Ֆրանսիային։ Սա տրամաբանական շարունակությունն է նախորդ այս ակցիայի։ Մենք ցույց տվեցինք մեր նողկանք դավաճան Ռուսաստանի նկատմամբ։ Մենք դեմ էինք ընդհանրապես որպեսզի այդ հանցագործը Ռուսաստանի արտգործնախարար Մարդասպան Լավրովը Հայաստան գա եւ այդ խայտառակ հայտարարությունները անի Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության շենքում Հայաստանի արտգործնախարարի կողքին։ Հույս ունենք, որ նաև այս ակցիայով մենք ցույց ենք տալիս, թե մեր իրական դաշնակիցն ով է եւ Ռուսաստանը դավաճան է։ Այն ամենածանր ծայրահեղ պահին մեր կողքին եղել է Ֆրանսիան։ Մենք հիմա նախ երախտագիտության ակցիա ենք անում ցույց տալու մեր շնորհակալությունը Ֆրանսիային, ինչպես նաև ուզում ենք պահանջում ենք, որպեսզի Հայաստանը եւ Ֆրանսիան ռազմավարական դաշնակցային հարաբերություններ հաստատեն, ակնկալում ենք Ֆրանսիայի գործուն ներգրավվածությունը Հայաստանի Եվրոպական միության անդամակցության գործընթացում, հույս ունենք, որ այս ակցիան իր կարևոր նպաստը կբերի հայ-ֆրանսիական ուրեմն հարաբերությունների սերտացման օրակարգին։ Պարոն Բաբաջանյան, Արարատ Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանն ասաց, որ Եվրամիություն մտնելու հարց չի քննարկվում եւ Հայաստանի օրակարգում նման թեմա չկա։ Սրան ինչպես կարձագանքեք։ Արարատ Միրզոյանը այդպիսի բան չի ասել, որ մենք հայտ չենք ներկայացրել Եվրամիությանը, ինչը շատ լավ է, որովհետեւ կարծում եմ, որ դրա համար պետք է նախապատրաստվել։ Արարատ Միրզոյանը պիտի ենթարկվի այն օրենքին, որը ընդունվեց ազգային ժողովի կողմից Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Հույս ունեմ, որ կառավարությունը համապատասխան կոմպետենցիա ձեռք կբերի եւ մենք անպայման համարժեք կազմ կստեղծենք կառավարության, նաև ինչու՞ չէ փոխվարչապետի ինստիտուտ կստեղծենք, որը կհամակարգի արևմուտքի, Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները։ Մենք հիմա ունենք նաև ստրատեգիական գործընկերության պայմանագիր ուրեմն Միացյալ Նահանգների հետ։ Հույս ունեմ, որ այդ կազմով մենք կկարողանանք իրապես արժանավայել ուրեմն բանակցային գործընթաց սկսել Եվրամիության անդամակցության շուրջ։ Իսկ ինչպես ընդհանուր առմամբ կգնահատեք Լավրով-Միրզոյան հանդիպումը։ Խայտառակ։ Ինձ համար այնտեղ բովանդակություն չկար, այդ սպառնալիքները առասարակ Ֆրանսիայի հասցեին Հայաստանում ինձ համար անընդունելի են, զենքերի վերաբերյալ, ռուսական զենքերի վերաբերյալ, ընդհանրապես կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերակատարության վերաբերյալ Լավրովի հայտարարությունները, թե արտգործնախարարությունում, թե Սլավոնական համալսարանում ուղղակի նողկանք են առաջացնում եւ ամոթ Սլավոնական համալսարանին, որ ընդհանրապես որևէ պարգևի է արժանացրել մի մարդու, ով առաջի օրից իր պաշտոնավարման միայն ավելի ու ավելի ստորացրել, նսեմացրել է հայ-ռուսական հարաբերությունները ավելի քան որևէ մեկը այլ պաշտոնյաներից Ռուսաստանի։ Պարոն Բաբաջանյան, անցած անգամ ձեր ակցիան Լավրովի այցի ժամանակ շատ թեժ անցավ, միջամտեց իրավապահ համակարգը։ Այս անգամ ինչ եք սպասում նման։ Դե տեսնենք կմիջամտեն, չեն միջամտի, գուցե կմիջամտեն, այնա չեք տեսնում խմբերով եկել են։ Պատրաստվում եք շենքին մոտենալ։ Չէ, այդպիսի բաներ չենք պատրաստվում անել։ Խաղաղ է լինելու հիմա միշտ մենք խաղաղ ակցիա ենք արել։ Հիմա հույս ունենք, որ նախարարները կգան, անպայման կնկատեն, մենք մեր ուղերձներով, մեր բարձր բացականչություններով անպայման կողջունենք նախարարին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։